Հակակոռուպցիոն դատարանում երեկ շարունակվեց ՀՀՖ նախկին ղեկավար Ռուբեն Հայրապետյանի և նրա ընտանիքի ենթադրյալ ապօրինի գույքի բռնագանձման գործով հերթական դատական նիստը։ Դասական քաղաքական հետապնդման հերթական գործը, որը այս վարչախմբի պարագայում արդեն սովորական երևույթ է։ Թեմայի վերաբերյալ ես զրուցել եմ փաստաբան Ամրամ Մակինյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Մակինյան։ Բարև ձեզ։ Պարոն Մակինյան, կխնդրեի մեր դիտողներին ներկայացնել այս խայտառակ գործի բունեությունը և երեկ ինչ տեղ ունեցավ դատարանում։ Տեսեք, այսօր երկու իրադարձություն տեղի ունեցավ դատական նիստի ընթացքում։ Առաջինը, որ կուզեի դրա մասին խոսել շատ հակիրճ ներկայացնել, դա այն փաստն է, որ շուրջ տարի ու կես առաջ իմ հաղորդման առթիվ քրեական գործ կա հարուցված։ Ինչի մասին է քրեական գործը։ Գործը նրա մասին է, որ հայաստանյան բանկերից մեկը, տվյալ դեպքում Հայկական բանկը, պարոն Հայրապետյանի գույքի վերաբերյալ, տվյալ դեպքում եկամուտների, ֆինանսական միջոցների ոչ ճշգրիտ, ավելի բառերը իրար իրաններով կոչելու համար նշենք, կեղծ տեղեկություններ է ներկայացրել իրավասու մարմնին։ Դատախազությունը հաշվարկը կատարել է այդ ներկայացրած ոչ ճշգրիտ հաշվարկի իմաստով և իրականության մեջ կեղծ տեղեկությունների հիման վրա։ Ինչ էինք ասում մենք դատարանում։ Ասում ենք, հարգելի դատարան, այս իրավիճակը կա, մենք ձեզ ներկայացրել ենք նաև այդ որոշումը, որ քրեական գործ հարուցվել է։ Կանգնացրեք այս process-ը և սկսեք միայն այն ժամանակ, երբ որ այս գործի ընթացքը լուծված կլինի և բանկը ճշգրիտ տեղեկությունները արդեն ներկայացրած կլինի։ Ես ներկայացրել եմ դրա մասին ապացույցներ։ Մեր մոտ շատ պատահաբար պահպանվել են նախկին տարիներից այդ գործարքների մասին վկայող փաստական տվյալներ, որ բանկը դիտարկել է որպես տեղի չունեցած, այսինքն չի տվել այդ տեղեկատվությունը։ Պատկերացնում եք աբսուրդը որն է։ Անձին վերագրում են ապօրինի գույք ունենալու փաստ, այն դեպքում, երբ որ իր դրամական միջոցների մասին ներկայացված տեղեկությունները կեղծ են, ճիշտ չեն, սա աբսուրդ է։ Ես համոզված եմ հանրությունն էլ էր նայել դատական նիստը և տեսանք, որ թե դատախազությունը և թե դատարանը անհաղորդ եղան մեր այս միջնորդություններին ու շարունակում են քննություն։ Չենք հասկանում, թե ինչ են քննելու այս պայմաններում։ Երկրորդը, ինչի մասին կուզեինք խոսել, դա նաև, որ գործը քննող դատավոր Կարապետ Բադալյանը փաստորեն պարոն Հայրապետյանի հետ տարիներ առաջ իր զոնքանչին Հրանուշ Խառատյանին առնչվող գործով եղել է դատավորական հակառակորդ։ Այսինքն ստեղ շատ լուրջ հարց կա, դա այն հարցն է։ Այո, իհարկե, որ դատավորը ոչ միայն պետք է անկողմնակալ երևա, այլ անկողմնակալ լինի։ Տվյալ դեպքում իր ընտանիքի անդամի հետ կապված վեճ է եղել պարոն Հայրապետյանի հետ դատական վեճ և 3 ատյանում պարտվել է։ Ակնհայտ է, որ դատավորը չի կարող կողմնակալ չլինել այս հարցով։ Դատավորական հակառակորդներ են ու խոսքը վերաբերվել է վիրավորանքին ու զրպարտությանը, ու այդ գործով պարտվել են անձինք 3 դատական ատյանում։ Մենք դրա մասին էլ դատարանին ասացինք, համոզված եմ, որ տեղյակ եք, որ դատարանը անգամ այդ հարցին չանդրադարձավ ու չքննեց։ Տենց ականջների կողքով բաց թողեց այդ ինֆորմացիան, բայց դա աբսուրդ է։ Դա ամենամեծ նվերն է, որ Հայաստանի դատական իշխանությունը Կարապետ Բադալյանի դեմքով մեզ տվեց այդ դատական նիստի ընթացքում։ Այս գործը երեկվանից սկսած այլևս չի կարող համարվել օրենքի հիման վրա ստեղծված դատարանի կողմից քննվող, քանի որ ակնհայտ է, որ դատարանը բացարկման ենթակա անձ է։ Այս գործում ընդհանրապես պարոն Հայրապետյանին առնչվող գործերը մեկը մյուսից աբսուրդ են։ Հենց որ ես ոչ չեմ զարմանում, քանի որ արդեն 19 թվականից այս ամեն ինչի մեջով անցնում ենք, իմ համար զարմանալի չի։ Այսքանը այս մասով։ Դուք իրավացիորեն նշեցիք, որ այս գործերը աբսուրդային են, և ես կխնդրեի խոսել այդ աբսուրդայնության հիմնական մեխերի մասին, որպեսզի մեր հանրությունը շատ ավելի լավ հասկանա, թե ինչ իրավական ամենաթողություն է տիրում Հայաստանի Հանրապետությունում հենց կոնկրետ այս գործի շրջանակներում։
Ուրեմն հիմնական շեշտադրումները ես արդեն իսկ արեցի, դատախազությունը չի ցանկանում որևէ կերպ այս գործով սկսել իրավական գործընթաց, այլ սկսել ընդհանրապես գործընթաց եւ հանրության համար ուղղակի ինչ որ թվեր են հնչեցնում, հարգելից։ Այն փաստը, որ բանկից ստացված տեղեկությունները կեղծ են, ու այդ տեղեկությունները պետք է ճշգրտվի, նոր կարելի լինի առաջ գնալ, իսկ ճշգրտվելու դեպքում իրանք էլ պրոֆեսիոնալ անձինք են ամեն դեպքում հասկանում են, որ մի վարքյանում այս ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործը, ոնց որ այլ գործեր, մի վարքյանում կփլվեն։ Սա ուղղակի կեղծ օրակարգ է ինքը, հիմքից կեղծ օրակարգ է, ցույց են տալիս, որ մենք տեսեք, չգիտեմ, ինչով ենք զբաղված, ինչ ենք հետ բերում կամ ինչ ենք անում։ Սա իրենց ընտրազանգվածի համար այդ կեղծ օրակարգն է, որ անընդհատ պահեն ու ասեն մենք ինչ որ գործով զբաղված ենք։ Ինքը ի բնե այս process-ը հիմքից սկսած գործընթացը ապօրինի է ու ամբողջ ծավալով ֆարս։ Սա Շնորհակալ եմ հետաքրքիր եւ կարեւոր մեկնաբանության համար։ Հիշեցնեմ, հարգելի հայրենակիցներ, թեմայի վերաբերյալ ես զրուցում էի փաստաբան Ամրամ Մակինյանի հետ։